Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ասոցիացված փորձագետ Էլեն Հողիկյանը։ Բարև ձեզ, Տիկին Հողիկյան։ Ողջույն։ Տիկին Հողիկյան, վերջին շրջանում մի շարք իրադարձություններ տեղ գտան, այսպես մեր տեղեկատվական դաշտում, ասեմ երևի, կամ քաղաքական դաշտում միգուցե նույնպես։ Սկսենք դրանցից առաջինից, տեղեկատվություն հայտնվեց, որ Ռուսաստանի Դաշնությունում փոխվել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորող մարդը, պատասխանատուն, որը դարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախկինում Ռուսաստանի վարչապետ Կիրիլենկոն ոչ անհայտ, եւ հիմա առաջին հարցը, ըստ ձեզ սա ռեալ ինֆորմացիա է, թե այնուհանդերձ որոշակի տեղեկատվական բադիկի տարբերակ կա այստեղ։ Պիտի որ եթե վստահենք տարատեսակ ինֆորմացիոն աղբյուրների, իսկ թե որքանով ավելի լուրջ, դա կարծում եմ արդեն Երևան հետագայում եկող լրատվական հոսքերից։ Եթե ընդունում ենք, որ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն է, ինչով է պայմանավորված ըստ ձեզ այս փոփոխությունը, ինչը չի բավականացնում կամ ինչը չի գոհացնում ռուսական կողմին, որ որոշել են ռազմավարությունը փոխել։ Եթե անդրադառնանք նախորդ տարիների փորձին եւ նախորդ տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերի խառնվելու հարուստ փորձին, կարող ենք այդպես ասել, կարծում եմ, որ նրանք էլ պահից դրությամբ գոհ չեն այն արդյունքով, որը որ կա։ 2021 թվականի ընտրություններին չնայած պարտությանը չհաջողվեց որևէ կերպ փոխել ներկայիս իշխանություններին, վերջին մի քանի տարիների ընթացքում որևէ կերպ չհաջողվեց փոխել Հայաստանի կողմից նախանշված կուրսը, որը որ Ռուսաստանին որևէ կերպ չի բավարարում, կարող են արձանագրել, որովհետև հատկապես վերջին 1 տարվա ընթացքում, երբ ընդունվեց Եվրամիության ուղղությամբ գնալու Հայաստանի որոշումը, կողմնորոշումը, կարող ենք անվանել ինչպես կարող ենք, դա արդեն իսկ ոչ միայն անհաջողություն կարելի է բնութագրել, այլ կոնկրետ Ռուսաստանի պարագայում սա անթույլատրելի է, որովհետև Հայաստանը, կարծում եմ, ռեգիոնալ դիտանկյունից եթե մոտնանք, կարևորագույն երկրներից մեկն է պոստսովետական տարածքում։ Եթե վերցնենք Անդրկովկասի կոնտեքստում, եթե Հայաստանը կորցրեցին, ապա թերևս կորցում են ամբողջ Անդրկովկասը, չնայած նրան, որ Վրաստանում վերջին 1 տարվա ընթացքում ինչ որ հաջողություն ամեն դեպքում հնարավորինս եղավ գրանցել, բայց թե դա դեռ որ ուղղությամբ կգնա, ինչպես կզարգանա, հայտնի չէ։ Իսկ Հայաստանը կորցնելու պարագայում նրանք հասկանում են, որ ստիպված են լինելու ռեգիոնից գնալ։ Իսկ Հայաստանը կարող են կորցնել արդեն իսկ թերևս մոտ ապագայում, եթե հաջողվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գնալ։ Տեսեք, Մոսկվան բոլոր հնարավոր վերբալ եւ ոչ վերբալ շարժումներով ցույց է տալիս, որ իր համար այս պահին ավելի կարևոր երկիր է Ադրբեջանը, անկեղծ։ Դա անում են հնարավոր ու անհնար բոլոր ձևերով։ Ընդհանուր մինչև ես չեմ լսել որևէ տեսակի քննադատություն Ռուսաստանի իշխանությունների կողմից, թե օրինակ ինչու են Ադրբեջանում կամ Ադրբեջանը ինչու է օրինակ Լեռնային Ղարաբաղի տարածքում պղծում եւ քարուքանդանում հայրենական պատերազմի հուշարձանները, հայրենական պատերազմին վերաբերող հուշարձանները։ Ես պատկերացնում, եթե հանկարծ Նելսոն Ստեփանյանի արձանին Երևանում որևէ մեկը մատով դիպչի, ինչ կլինի դրանից հետո։ Այնտեղ տոտալ վերացնում են ամեն ինչ կապված երկրորդ աշխարհամարտի հետ եւ Մոսկվան որևէ ձևով չի արձագանքում։ Փորձեմ ռուսական փորձագետներից մեկի, այսպես ասած, բառերով պատասխանել, պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքական քաշը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլ փոխվել է նաև Մոսկվայի պարագայում։ 2020 թվականին տարածախթանակից հետո Ադրբեջանը արդեն իսկ լրիվ այլ քաշային կարգում գտնվող պետություն է, որը որ նկրտումներ ունի կոնկրետ տարածաշրջանային սուբհեգեմոնի դիրքերը զբաղեցնելու համար։ Բացի դրանից, մինչ այդ էլ Ադրբեջանը բոլոր ռազմավարական դիտանկյուններից եւ Միացյալ Նահանգների համար եւ Ռուսաստանի համար եղել է շատ ավելի կարեւոր պետություն,
քան Հայաստանը տարբեր պատճառներով դիտարկում են իբրև Ռուսաստանի անմիջական Ռուսաստանի կամ միջին արևելք տանող անմիջական դարպասներ, պայմանավորված նրանց արդեն իսկ ընդերքի հարստություններով եւ մի շարք այլ գործոններով։ Այսինքն այս իմաստով կարող ենք արձանագրել, որ շատ բան չի փոխվել, բայց կարևորությունը անշուշտ շատ ավելի մեծացել է։ Եվ հետո մի կարևոր բան եւս նշենք, որ ի տարբերություն մեզ, գոնե մինչև վերջերս Ադրբեջանը Ռուսաստանից կախվածություն առանձնապես չունի։ Դեռ առաջին Արցախյան պատերազմից հետո բոլորս ենք հիշում, նրանք կտրեցին բոլոր այն լարերը, որոնք ֆորմալ Ռուսաստանի հետ նրանց կապում էին ամուր, այսինքն հանեցին ռազմաբազան, որ այնտեղ առկա էր դեռ սովետական միության ժամանակահատվածից, մաքսիմում մաքրեցին դաշտը ռուսական ազդեցության այլ գործոններից եւ այդ իմաստով ի տարբերություն Հայաստանի նրանք շատ ավելի անկախ քաղաքականություն են վարել այդ տարիներին, ինչքան որ դա հնարավոր է իհարկե Ռուսաստանի նման պետություն իբրև հարևան ունենալու պարագայում։ Մենք ի տարբերություն նույն Ադրբեջանի փոքրինչ այլ իրավիճակում հայտնվեցինք, հատկապես 2000-ականներից հետո, երբ Հայաստանը իր ողջ կարողություններով հանդերձ հայտնվեց Ռուսաստանի ոտքերի տակ, շնորհիվ մեր նախկին նախագահներից մեկի, ով պարտքի դիմաց, տարբեր այլ պատճառաբանություններով Հայաստանի ողջ տնտեսությունը պարզապես վիրաբերեց Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանով իսկ մեզ պարզապես տեղ չթողնելով արդեն իսկ շարժվելու, կախվածությունը մաքսիմալի հասցնելով, իսկ անկախ եւ կախված արդեն իսկ այսպես ասած կարգավիճակները բացարձակ տարբեր մոտեցումներ են թելադրում։ Քանի որ խոսք գնաց նախկին նախագահի մասին, ես չեմ կարող չհիշել վերջին զրույցը հայկական համալսարան, այդպիսի մի կազմակերպություն կա, այդտեղ ուսանողների հետ զրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բավական տարօրինակ, ինչ անսպասելի ու տարօրինակ հայտարարություն արեց, միգուցե անսպասելի չէր, հիմա կփորձենք միասին հասկանալ, ասելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեղավորը հայկական կողմն հայերն էին եւ հետո ճիշտ է այնտեղ դրանից հետո բարձաբանումներ եղան, որ հայեր ասելով նկատի ուներ գործող իշխանություններին, բայց արդեն գնացել էր։ Հիմա այստեղ եթե չկենտրոնանանք բուն այդ հայտարարության բովանդակության կամ տերմինոլոգիայի վրա, արդյոք կարելի է եզրակացնել կամ ենթադրել, որ քաղաքական որոշ շրջանակներ Հայաստանում փորձում են, եթե կարելի է այդպես արտահայտվել, ստերիլացնել Ռուսաստանի դերակատարումը կապված հենց նույն 44-օրյա պատերազմի հետ։ Այսինքն ավելի լավ է մենք մեզ մեղավոր նշանակենք, բայց հանկարծ Ռուսաստանին բան չասենք։ Դա անշուշտ կա, բայց այստեղ կարծում եմ միայն դա չի խնդիրը։ Կարծում եմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես փորձում է մաքսիմալ վրեժխնդիր լինել ներկայիս իշխանություններին, ովքեր պարբերաբար թիրախավորել են իրեն տարբեր ուղղություններով եւ առումներով, այսինքն այստեղ ոչ միայն Ռուսաստանի այսպես ասած թասիբը պահելու հարցը կա եւ Ռուսաստանին մաքրելու, քանի որ կարծում եմ առաջին անգամ չի, որ նախագահը նմանատիպ ակնարկներով է հանդես գալիս, որովհետև նախկինում էլ էլի նման արտահայտություններ գուցե ոչ այնքան ուղիղ, որքան այս անգամ եղել են իր կողմից, կարծում եմ դուք էլ կհիշեք։ Այնուամենայնիվ երկուսը մեկում, թե իր անձնական մոտեցումն է ներկայիս իշխանություններին, անկախ նրանից, որ դա Հայաստանի Հանրապետության իբրև պետության լրջագույն վնաս է հասցնում, հատկապես այն պատերազմներում հիբրիդային, որում այսօր գտնվում ենք մենք, որի կենտրոնում ես նույնիսկ կարող եմ ասել գտնվում ենք մենք, հատկապես հաշվի առնելով 2026 թվականին արդեն իսկ գալիք պարլամենտական ընտրությունները, բայց նաև ինչու ոչ երկուսը մեկում Ռուսաստանի մակրազերծման հարցը եւ անձնական կարծում եմ վերաբերմունքի արտահայտումը ներկայիս իշխանությունների հասցեին։ Քանի որ խոսք գնաց հիբրիդային պատերազմի մասին եւ մինչ այդ մենք արդեն խոսում էինք այն մասին, որ Կիրիլենկոն է համակարգելու Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրները Ռուսաստանի տեսանկյունից։ Տեսեք, բավական հետաքրքիր ու իրավիճակ է ստեղծվել, երբ Միացյալ Նահանգները օրինակ իր իսկ ձեռքով ոչնչացնում են փափուկ ազդեցության գործիքները, որ ինքը ուներ։ Նույն USAID-ի մասին է խոսքը, Ազատություն ռադիոկայանի մասին է խոսքը։ Եվ էլի այսպես մի շարք ծրագրեր կան, որոնք պարզապես չեղարկվել են, գոյություն չեն ունենալու առնվազն Թրամփի նախագահության օրոք։
Դրան զուգահեռ Միացյալ Եվրոպան նոր մարտահրավերի առաջ է կանգնել, որովհետև ինքը պետք է ժամանակահատվածում փորձի հնարավորինս մաքսիմալ արագ դառնալ ռազմաքաղաքական առանձին միավոր։ Եվ հետևաբար տեղեկատվական եւ ոչ միայն տեղեկատվական պատերազմներում այսպես ուղիղ ներքաշվելու ռեսուրս արևմուտքի այդ մասը հիմա չունի այս պահին։ Սրան զուգահեռ ակտիվացել է ռուսական քարոզությունը, հա, ու սա իմ գնահատականը չէ, սա օբյեկտիվ իրականություն է։ Հիմա մենք այդ իրականության հետ ինչպես պիտի հաշտվենք կամ չպիտի հաշտվենք, թե ոչ։ Մենք ասելով թերևս Հայաստանի Հանրապետություն չենք կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց Հայաստանի Հանրապետությունը ի տարբերություն նախորդ անգամների, երբ հույսը դրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ներկայիս իշխանությունները նրանց թերևս ձիգվողնաշարի գուցե կամ վստահելով նրան, որ անցյալին այլևս վերադարձ չեն ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հստակ այդպես ինչ-որ կոշտ քայլեր չի ձեռնարկել, բայց կարծում եմ ներկայիս իրավիճակում չի կարելի այս ամենը թողնել քաղաքացիների հույսին կամ ինքնահոսին, ինչպես նշեցիք, քանի որ փոխվել են ժամանակները, փոխվել է իշխանության նկատմամբ վերաբերում ցանկացած իշխանություն ինչքան էլ լավը լինի, միևնույն է ժամանակի ընթացքում կուտակվում են խնդիրներ, որոնք որ բնականաբար նրա վարկանիշի վրա անմիջական ազդեցություն ունենում են։ Մի շարք հարցեր կան, որոնք պետք է անմիջապես լուծել ցավոտ որոշումներ կան, որոնք պիտի կայացվեն, որոնք մեր իշխանությունը միշտ չի որ կարողանում է ժամանակին կայացնել, բայց այնուամենայնիվ ոչ թե անհանդուրժողականություն, այլ դժգոհությունը տարատեսակ պատճառներով բնական է, շատանում է, կուտակվում է, այդ իսկ պատճառով կապիտալը վստահության իշխանության, որը որ կար մինչ այդ, թերևս մաշվում է ինչ որ չափով։ Միևնույն ժամանակ մինչ այսօր նրանց փրկել է այն հանգամանքը, որ նրանց անմիջական, այսպես ասած, հակառակորդները եղել են այն ուժերը, որոնք որ Հայաստանը բերեցին հասցրեցին 2018 թվականի կամ 20 թվականի պատերազմի դուռը, այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտակից ընտրություն է արել հետ նայելու փոխարեն, առաջ նայել եւ այլ փորձել այլ ուղղությամբ գնալ։ Ինչ կարող են անել, չգիտեմ, որովհետեւ կարծում եմ մենք ամբողջական ինֆորմացիային չենք տիրապետում, բայց այնուամենայնիվ մի քանի ուղղություններով կարծում եմ կարելի է աշխատել նույն Եվրամիության տարատեսակ կառույցների հետ նրանցից կարողության տեսքով օգնություն խնդրելու capacity building-ի համար, կիբերանվտանգության դիտանկյունից շատ ավելի մեծ գոնություն ցուցաբերելու, գուցե նաև նույն Եվրամիության, նույն Միացյալ Նահանգների կամ ՆԱՏՕ-ի մի շարք այլ կառույցների հետ համագործակցելու այդ օգնությունը խնդրելու, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք դիմակայել այն արշավներին, որոնք նախապատրաստվում են, իսկ երևում է, որ այդ արշավները նախապատրաստվում են, ակնհայտ է, որ նախապատրաստվում են, քանի որ 2026 թվականը եւս մի շանս է նույն ավելի պրոռուսական ուժերի համար իշխանության գալու կամ թեկուզ էլ ավելի մեծ, այսպես ասած, չափաբաժնով ներկայացված լինելու հանրային իշխանություններում։ Կարող են նաեւ փորձել ավելի ռազմավարական դիտանկյունից մոտենալ կոմունիկացիայի հարցին հենց նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կրկին չթողել ինքնահոսի, այլ ավելի պլանավորած հստակ կոնկրետ փորձել կառուցել այն ռազմավարությունը, որը որ տեղեկատվական արշավներ կիրականացվի նաև նույն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, փորձելով թերևս ներկայացնել այն վտանգները կամ որոնց արժև կանգնած են կամ գուցե ինչպես լավ գոնե այսպես ասեմ ինչպես օգտվել որևիցե ինֆորմացիայից, ինչպես մարսել այն, ինչպես մեդիագրագիտության ամենապրիմիտիվից սկսած մինչև հնարավոր այլ այսպես ասած մարտավարական քայլերի եւ մոտեցումների։ Գիտեք, մեդիագրագիտության բացակայությունը տոտալ ընդ որում հանգեցրել է նրան, որ մարդիկ ուղղակի չեն հասցնում ինչ որ բան սովորել։ Ճիշտ է, կա այդպիսի խնդիր, կա նաև խնդիր, որ գուցե պայմանավորված ժամանակների արագ փոփոխությամբ եւ տեխնոլոգիաների արագ զարգացմամբ ու նաև դաշտի շատ թերևս սատուրացիայով ժամանակ եւ հնարավորություն էլ թերևս կողքից երբեմն նայում ես, զգում ես, որ գուցե ժամանակ եւ հնարավորություն չկա կոնկրետ ինչ որ տարբեր բաներ թիրախավորելու, բայց այնուամենայնիվ կարելի է պարզապես ինչ որ ուսումնական նպատակներով կամ
ինֆորմացիոն նպատակներով անցկացնել արշավներ, տեղեկատվական արշավներ, թեկուզ այդ նույն մեդիագրագիտությունը բարձրացնելու համար, հորդորել բազում անգամներ, որպեսզի մարդիկ ստուգեն այն աղբյուրները, որոնք օգտագործում են, որոնց անմիջականորեն անդրադառնում են ամեն օրվա կտրվածքով, ինչպես նաև պարզապես ամենօրյա կտրվածքով ինչպես անում են մյուս ուժերը, քարոզարշավ իրականացնել, որովհետև կարծում եմ, վստահ եմ, դուք էլ նկատել եք, որ այնինչ ասվում է բազում անգամներ, ի վերջո ինչ որ պահի պարզապես դառնում է առօրյայի խոսքի ընդունված, այսպես ասած, իրականությունների մի մաս։ Տեսեք, մենք այնքան անլուրջ վերաբերվեցինք այդ ամեն ինչին, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք նախ բացվեցինք տեղեկատվական դաշտում։ Եկեք դա ընդունենք։ Հիմա մենք շարունակում ենք պարտվել տեղեկատվական դաշտում, որովհետև Ադրբեջանը ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Ուղիղ ազդեցություն ունի։ Մենք ասում ենք, մենք սահմանադրությունը պետք է փոխենք, Ալիև ասում է, իմ պահանջն է, որ փոխեք սահմանադրությունը, որևէ մեկը չի հիշում, որ դա 2018 թվականից առաջացած խոսույթ է, որ պետք է փոխվի սահմանադրությունը։ 2020 թվականին էլ նշված էր հստակորեն, երբ սահմանադրական փոփոխությունները։ Հիմա եւ այսպես կարելի է անընդհատ շարունակել, ընդ որում, եթե խոսում ենք Ռուսաստանի մասին, նույն մեթոդը կիրառում է նաեւ ռուսական կողմը։ Այսինքն բերում է մի նարատիվ, որի մասին վաղուց էստեղ խոսվել է, ենթադրենք, եւ մենք այսպես վերցնում ենք այդ նարատիվը ու շարունակում ենք կամ որոշ մարդիկ, որոշ քաղաքական ուժեր գոռալ են մասին, որ այ տեսեք, ծախեցին հող, հայրենիք, սրբություններ եւ այլն։ Գուցե դեպքում պետք է պարզապես ոչ թե նարատիվների հետևից ռեակտիվ կերպով գնալ, այլ պարադիգման փոխել եւ փորձել ինքներս առաջարկենք այն նարատիվները, որոնց շուրջ ռեակտիվ կլինեն նույն ադրբեջանցիները, նույն ռուսները կամ թեկուզ մի շարք այլ հակառակորդներ։ Գիտեք, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանը եւ Ռուսաստանը սոցիալական հարթակները այսպես փակել են։ Ի տարբերություն մեզ։ Այո։ Մենք նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ առաջարկվում էր փակել սոցիալական հարթակը, չգնացինք այդ։ Խոսքի ազատության, պատերազմական վիճակում, խոսքի ազատության, բարձր արժեքների մասին խոսելով մենք այդ ամենը չարեցինք։ Հիմա ինչ պիտի անենք։ Կարծում եմ խոսքի ազատության սահմանափակումների գնալիս այնուամենայնիվ պետք է զգուշավոր լինել, որովհետև դրանք կարող են Ես ասում եմ 20 թվականին 44 օրյանի ժամանակ առաջարկներ եղել են այդ թվում, նաև ես եմ արել այդ պատերազմական իրավիճակը եւ այլ իրավիճակ է։ Ասեցի փակեք, ասեցին չէ, խոսքի ազատություն։ Այ հիմա եթե մենք պատերազմի ժամանակ դա չենք անում, հիմա ինչ պիտի անենք։ Իշխանությունները նախ պետք է հասկանանք ինչ ենք ուզում։ Ինչ հարցը տանք, թե ինչ պիտի անենք, իսկ ինչ ենք ուզում։ Ինչ արդյունք ենք ուզում ունենալ, ուր ենք ուզում գնալ, որտեղ ենք ուզում հայտնվել։ Նախ այս հարցերին պիտի սկզբից պատասխանել, որ հետո արդեն որոշենք, թե ինչ պիտի անել այդ նշված կետերին հասնելու համար կամ թիրախներին հասնելու համար։ Քանի դեռ չենք որոշել ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ, ինչ հերթականությամբ ենք դա անելու, պրոակտիվ այս տարատեսակ ծրված մոտեցումների հետևանքում ռեալ արդյունք չենք ունենալու։ Այնինչ այն դաշտը, որի մասին դուք եք խոսում, քիչ թե շատ ավելի կազմակերպված է փորձում գործել։ Ճիշտ է, կրկին հայկական իրականությունում բոլորը նույն մարդիկ են, բոլորը բոլորին ճանաչում են, բայց այնուամենայնիվ ռեսուրսային տեսանկյունից այն որ նշում էի, որ գուցե պետք է անդրադառնալ Եվրամիության համապատասխան կառույցների օգնություն խնդրել, կարողությունների դիտանկյունից, ոչ միայն խոսքը այստեղ չի գնում դրամական օգնության մասին, խոսքը կարողությունների մասին է, խորհրդատվության մասին է, նման իրավիճակներում ինչպես առհասարակ պետք է կոնկրետ դիմակայել կամ ինչ քայլեր պետք է ձեռնարկել, փորձել գտնել այն կառույցները բարեկամ հանրապետությունների հետ հարաբերվելիս կամ կառույցների հետ շփվելիս այն մեխանիզմները, որոնք նրանք են կիրառել եւ հաջողության են հասել։ Թերևս սա կարող ենք անել, բայց կրկին պիտի հստակ ֆիքսենք ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնալ եւ ինչ ժամանակահատվածում ենք դա ուզում անել։ Այ եթե դա արձանագրենք, գուցե շատ ավելի հեշտ կլինի պատասխանել ձեր կողմից բարձրացված հարցին։ Դուք խոսեցիք կարողությունների մասին։ Հիմա մեր որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ պնդում առաջարկում են, ասում են, այսպես կացինը վերցնենք, բոլոր կապերը Ռուսաստանի հետ կտրենք, հա, հակառակ ծայրահեղությունը։
մենք ունենք այդ կարողությունը։ Ոչ միայն չունենք այդ կարողությունը, կարծում եմ դա ոչ դիվանագիտության տեսանկյունից եւ ոչ էլ մնացած բոլոր դիտանկյուններից ճիշտ կալ չի լինի, որովհետեւ այս դեպքում մենք պարզապես Ռուսաստանի Դաշնությանը թշնամի ենք կարգում, արդեն առանց այլերի անշուշտ այնպես չի, որ նրանք մեզ շատ բարեկամաբար են վերաբերվել այսօր, բայց դա եղել է նաև մեր բաց թողումների հետևանքով։ Մենք մեր կամքով, մեր ինքնավարությունը, մեր սուվերենությունը զիջել ենք նրանց քայլ առ քայլ տասնամյակների ընթացքում։ Իսկ երբ որ դու որևէ այլ բան չունես առաջարկելու, բնական է, որ քեզ չեն վերաբերվելու նույն կերպ, ոնց օրինակ, ինչպես բողոքում են շատ-շատերը, վերաբերվում են Ադրբեջանին։ Այդ իսկ պատճառով վերջին տարիներին իհարկե անշուշտ արձանագրեմ, որ նույն սուվերենությունը վերականգնելու ուղղությամբ, այդ ռեսուրսները վերականգնելու ուղղությամբ քայլեր արվել են արտաքին միջավայրում, ինչքան էլ որ դա շատերը փորձում են չնկատել, ներքինը փոքր-ինչ ավելի դժվար է անշուշտ ներքին քաղաքականության տեսանկյունից, բայց արտաքին քաղաքականության տեսանկյունից ինչ որ քայլեր գրանցվել են եւ կոնկրետ Հայաստանի Հանրապետության այս փորձը կոնկրետ արձանագրել, որ մենք հստակ ուղղվածություն ենք վերցնելու անկախ նրանից, թե ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնությունը, ինչ որ չափով հաջողվել է, ինչու եմ ասում հաջողվել է, որովհետև եթե հաջողված չլիներ, Ռուսաստանը այդքան ուշադրություն թերևս չէր նաև արժանացնի այն ամենին, ինչ արվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Հիմա կարողություններին եթե հետ վերադառնանք, Ռուսաստանի Դաշնությունը անկախ ինչպես ենք մենք վերաբերվում նրանք ինչպես են վերաբերվում մեզ, եթե էմոցիոնալ հատվածը կողքի դնանք, կարևոր պետություն է ռեգիոնում եւ չի դադարում կարևոր պետություն լինել մեզ համար, ինչքան էլ որ լինի թուլացած կամ վատ վիճակում, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունից բազում անգամներ անհամեմատ շատ ավելի մեծ կարողություններ ունի եւ եթե չի կարողանում օգնել կամ չի ցանկանում օգնել, վնաս տալ հաստատ կարող է։ Իսկ երբ որ դու օֆիցիալ կարգում ես թշնամի, այսինքն կտրում ես բոլոր կապերը, երկխոսության բոլոր հնարավորությունները, կարծում եմ դրանով նաև ազատում ես նրանց ձեռքերը շատ ավելի ուղիղ տվյալ պարագայում գործելու համար։ Մի քիչ քաղաքական ուղղվածությունը փոխենք, տեսեք, վերջին շրջանում մեծ դադար է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված եւ մեծ դադար է սահմանազատման գործընթացի հետ կապված։ Երկու տեղում էլ չասեմ տեղում դոփում են, բայց որևէ տեղաշարժ չկա։ Այսինքն այդտեղ դոփելու մասին էլ չի կանգ է։ Ինչու՞։ Աշխարհը քաղաքական վերադասավորումներով պայմանավորված վերջին շրջանի նույն Միացյալ Նահանգների ընտրությունները եւ նախընտրական հատվածը, երբ բոլորը սպասում էին, որպեսզի տեսնեն, թե ով է իշխանության գալու, ըստ այդմ, որպեսզի արդեն կարողանան իրենց քաղաքականությունները ուղղեն կամ հստակեցնեն, եւ արդեն իսկ ընտրություններից հետո բոլորին շատ ավելի հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է գործելու ներկայիս Միացյալ Նահանգների վարչակարգը։ Կարծում եմ դրանով է պայմանավորված նաև այս ընդմիջումը, որովհետև փոփոխություն կա նաև ուկրաինական պատերազմի վերաբերմունքի մասով նույն Միացյալ Նահանգների կողմից, եթե այդ փոփոխությունը կա եւ Միացյալ Նահանգները ավելի իզոլացիոնիստական մոտեցում են որդեգրելու առհասարակ միջազգային հարաբերություններին, ի տարբերություն նրան ինչ եղել է, Ադրբեջանը պայմանավորված իր մտերիմ հարաբերություններով Իսրայելի հետ, ով Միացյալ Նահանգների դերևս ամենամոտ ռազմական դաշնակիցներից մեկն է եւ խիստ փոխկապակցված շահեր ունի, գուցե հույս ունի, որ կկարողանա ձգձգելով հասնել մի իրավիճակի, որտեղ ել ավելի փոխշահավետ լուծում կկարողանա կորզել Ադրբեջանի համար։ Կարծում եմ դրանով է պայմանավորված։ Տեսեք, երկու հնարավոր կոնֆլիկտ կա հիմա, որ տաք են բավական։ Հնդկաստան-Պակիստան ավանդական կոնֆլիկտը 47 թվականից սկսված եւ ոչ այնքան ավանդական Թուրքիա-Իսրայել։ Ընդ որում Թուրքիա-Իսրայելը ավելի հավանական է, որ կարող է, ասենք հենց այս պահին կարող է սկսվել, որովհետեւ հերիք է որ որևէ մեկը որևէ մյուսի ինքնաթիռ ուղղությամբ Սիրիայի տարածքում
կրակի եւ այդտեղ ամեն ինչ տեղը կընկնի։ Եվ այդտեղ արդեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծում նույն Ադրբեջանի համար։ Մեր դեպքում ամեն ինչ բարձ է, Հնդկաստան-Պակիստանի դեպքում մեզ համար ամեն ինչ հստակ է եւ հասկանալի։ Իրան-Հնդկաստանի դեպքում էլ ամեն ինչ, այսինքն այդ գիծը սկզբունքորեն պահպանվում է։ Բայց Իսրայել-Թուրքիայի դեպքում տեսեք, ստացվում է, որ Իսրայելի գործողությունները բխում են Հայաստանի շահերից։ Իսրայելի գործողությունները, եթե հանկարծ վերածվում է կոնֆլիկտի, չի բխում Ադրբեջանի շահերից, որովհետև Ադրբեջանը այս դեպքում պիտի ընտրություն կատարի Թուրքիա թե Իսրայել։ Երկու դեպքում էլ Ադրբեջանը կարող է պատժվողի դերում հայտնվել։ Երկու դեպքում էլ։ Այստեղ նեյտրալիտետ պահելու հնարավորություն Ադրբեջանը չի ունենալու։ Հիմա ինչ պետք է անել։ Չգիտեմ, մենք գնանք կրակենք մի հատ ինքնաթիռ գցենք Սիրիայում, որ այդ ամեն ինչը սկսվի։ Կսկսվի թե չի սկսվի բարդ է թերևս։ Եթեով է ասել։ Եթեով էլ դժվար է խոսելը, բայց այնուամենայնիվ կարծում եմ էսկալացիան ավելի շատ քաղաքական այսպայծությամբ մակարդակում է արվում, որովհետեւ երկու կողմերը հասկանան, թե ինչ կարող են մաքսիմալ Սիրիայի դեսինտեգրացիայով պայմանավորված ինչ կարող են այնուամենայնիվ ունենալ ամեն մեկը իրեն կողմը տանելու համար։ Ինչպես կզարգանա շատ բարդ է կանխագուշակել այսօր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի մեջքին, պիտի արձանագրենք, որ անկախ նրանից թե ինչ կորոշվի, Թուրքիան բարդ իրավիճակում է հայտնվելու։ Բարդ իրավիճակում է հայտնվելու ոչ միայն Ադրբեջանը, որը որ պիտի ընտրություն անի այս երկու պետությունների միջև, բայց բարդ իրավիճակում է հայտնվելու Թուրքիան, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Խնդիր է ունենալու արդեն այս պարագայում ուղղակի ճիշտ է նրանք ուղիղ անմիջական ռազմական գործողությունների մասնակից եղել են ողջ պատերազմի ընթացքում, բայց այնուամենայնիվ սա լրիվ այլ մակարդակ է։ Այլ բան է Սիրիայի հետ, երբ Սիրիայի կոնֆլիկտի մասնակից կողմ լինել ինչ որ հատվածում Լիբիայում, փորձել միջամտել տարբեր գործընթացների, լրիվ այլ բան է այսպես ճակատի Իսրայելի հետ արդեն իսկ ինչ որ կոնֆլիկտային իրավիճակի մեջ մտնել եւ ռազմական զարգացումների, այսպես ասած, որը նկատեք, որ Իսրայելը ամեն ինչ անում է, որպեսզի այդ բախումը դառնա ճակատային։ Իրանի հետ կարողանա այս ամենը հրահարել, չստացվեց, որովհետեւ կարծում եմ Միացյալ Նահանգներում հասկանում են դրա հետևանքները։ Թրամփ ասեց ոչ։ Անկամ եթե նրանք փորձում են վերջին առնվազն 15 տարիների ընթացքում որևէ կերպ հրահրել բախում նույն Իրանի հետ, քանի դեռ կարող են, քանի դեռ նրանք շատ ավելի լավ գուցե ուժի դիտանկյունից եւ կարողությունների դիտանկյունից ավելի լավ վիճակում են գտնվում, բայց Միացյալ Նահանգները չի ներքաշվում, քանի որ տարբեր գնահատականներով նրանց կորուստներն էլ բավականին մեծ կլինեն, պայմանավորված իրենց իսկ ներկայությամբ Միջին Արևելքում, պայմանավորված նաեւ իրենց իսկ ամիջական տարբեր գործակալությունների, գաղտնի գործակալությունների գնահատականներով առ այն, որ տերորիստական ակցիաների քանակը եւ էսկալացիան հենց Միացյալ Նահանգներում հնարավոր չէ կանխագուշակել նման սցենարի զարգացման պարագայում չի հասել հաջողության, այնուամենայնիվ արձանագրենք Իսրայելը այս ուղղությամբ, թե հիմա մյուս ուղղությամբ Թուրքիայի հետ ուղղությամբ կարողանա հասնել, թե ոչ, դժվարանում եմ ասել։ Էրդողանը ինչքան էլ որ տարատեսակ հայտարարություններ անելիս բավականին բարձր ձայնով անի եւ այլն, բայց նա շատ այսպես ասենք իմաստուն քաղաքական գործիչ է եւ գիտի երբ իրականում սրի, իսկ երբ իրականում սրելու քողի ներքո այնուամենայնիվ բալանսավորի իրավիճակը։ Այնուհանդերձ շատերը գնահատում են, որ այն ինչ որ Թուրքիան սկզբում պատկերացնում էր կամ ներկայացնում էր որպես հաղթանակ, խոսքը Սիրիան ներխուժելու մասին է կամ Սիրիայի իշխանություն վերցնելու մասին է, իրականում դա թակարդ էր, որի մեջ մտավ Էրդողանը, ընդ որում երկու ոտքով միանգամից։ Որովհետև Սիրիան դա ահավոր ռեսուրսատար տարածք է եւ հիմա Թուրքիան արդեն ստիպված է բոլոր ռեսուրսները կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Ուրիշ տեղ Թուրքիան չի խաղում։ Ռեսուրսները կենտրոնացնել, բայց նաեւ այդ ժամանակ տարբեր գնահատականներ էին հնչում, որ կազատվեն նաեւ այն նույն ռեսուրսածախս, այսպես ասած, գործոնից, ինչպիսիք էին օրինակ նույն
փախստականները Սիրիայից, որոնց բավականին երկար ժամանակ պատերազմը սկսվելուց ի վեր Թուրքիան իր տարածաշրջանում Եվրոպան էր, բան Թուրքիան ինչ կապ ունի դրա հետ։ Անշուշտ, բայց միևնույն ժամանակ իր տարածքում էին գտնվում։ Այսինքն սա հնարավորություններ դիտարկվում փախստականներին հետ ուղարկել իրենց բնակավար, այսինքն այս իմաստով Թուրքիան մի հարց կոնե, Եվրոպան էլ, բայց Թուրքիան նույնպես այս իմաստով կարողանում է հարցերից մեկը լուծել։ Իսկ հետագա զարգացումները կարծում եմ սա արդեն ռազմավարական խաղ է, որ պետք է պարզապես սпасել տեսնել թե ինչպես կզարգանա, կարծում վաղ է ինչ որ գնահատականներ հնչեցնել, որովհետև մի բան է թե ինչ են ասում բարձրաձայն, մի բան է թե ինչի մասին են բանակցում փակ դռների հետևում։ Շատ մոտիկից չեմ հետևել վերջին զարգացումներին Թուրքիայի եւ Սիրիայի այդ պատճառով գնահատականներ չեմ հնչեցնում։ Լավ, կսպասենք ու կխաղանք։ Շնորհակալություն զրույցի համար։ Կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունում մտակենտրոնի ասոցիացված փորձագետ Էլեն Հողիկյանն էր իմ հյուրը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։